իրականացնում ենք Վանաձև գեղձի ամբողջական հեռացում, երկկողմանի հարշնչափողային և երկկողմանի կողմնային ափշային հանգույցների հեռացմամբ, սա Վանաձև գեղձի քաղցկեղի կապակցությամբ ամենամեծ վիրահատական ծավալն է, որը մենք ունենում ենք։ Պացիենտը դասական, այսպես ասած, հայկական տարբերակով 2 տարի առաջ եղել է բժշկի մոտ, սոնոգրաֆիա իրականացվել, բժիշկը բացատրել է, որ արդեն կա խնդիր մեծ հավանականությամբ Վանաձև գեղձի քաղցկեղ մետաստազներով, կարիք կա բիոպսիայի և հետո վիրահատության, պացիենտը ուշադիր այդ ամենը լսել ու գնացել է տուն։ Հենց 2 տարի հետո եկել է արդեն երկկողմանի մետաստազներով շատ ավելի ուշացած։ Նեյրոմոնիտորի օգտագործումը զարգացած երկրներում արդեն հանդիսանում է պարտադիր պայման այս վիրահատությունների ժամանակ։ Վերջերս Սլավոմետ բժշկական կենտրոնը համալրվեց այս սարքով։ Մենք հանրապետությունում կարելի է ասել եզակիներից մեկն ենք, ծովը, ով ունի այս հնարավորությունը։ Այս մեթոդը մեզ հնարավորություն է տալիս հայտնաբերել հետադարձ կոկորդային նյարդերը, որոնք շարժում են կոկորդը, գայնալարերը, և արդյունքում դա մեզ հնարավորություն է տալիս խուսափել կամ խիստ նվազեցնել ամենաանցանկալի բարդություններից մեկը, որը կարող է տեղի ունենալ այս վիրահատություններից հետո։ Սա շատ կարևոր է նաև, երբ որ երկրորդ անգամ է այս զոնայում ծովը վիրահատություն իրականացվում, սա շատ կարևոր է, երբ որ մենք չունենք անատոմիական հստակ օրենսիրներ և ունենք մտավախություն, որ ուռուցքը աճում է նաև նյարդի մեջ կամ խիստ մոտ է, և սա հրաշալի հնարավորություն է ընձեռում խուսափել նյարդի վնասումից կամ մաքսիմալ պահպանել նյարդը։